Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում բոլորիդ, եւս մի անգամ կրկնում եմ, այդ ալիքներով տարբեր ռեկլամ են անում ադենոմայի եւ իմպոտենցիայի սեռական թուլության համար դեղ, նորից եմ կրկնում, ես դրա հետ բացարձակապես կապ չունեմ, դա ֆեյք է, սարքած է, այնպես որ ինձ դրա համար չդիմեք։ Ուզում եմ ձեզ խորհուրդ տամ, հարգելի բարեկամներ, քանի որ կոկրոշի սեզոնն է, կոկրոշին բոլորը ծանոթ եք, կոկրոշը պարունակում է մեծ քանակությամբ սերոտոնին, որը հակաքաղցկեղային է եւ պարունակում է նաեւ մեծ քանակությամբ ֆոլաթթու, իսկ ֆոլաթթուն դա նույնպես քաղցկեղային հատկություն ունի, հզոր հակաօքսիդանտ հատկություն ունի եւ պայքարում է ուռուցքային, այսինքն քաղցկեղածին բջիջների դեմ։ Կոկրոշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, B խումբ եւ նախավիտամին A։ Ասեմ ձեզ, որ սովորաբար կոմպոտներ պատրաստում են խակ կոկրոշից։ Խակ կոկրոշը երկու անգամ ավելի քիչ վիտամին C պարունակում, քան հասուն կոկրոշի պտուղները։ Կարող եք ուտել ինչ քանակությամբ որ ուզեք, ըստ ձեր ճաշակի, բացի դրանից կարող եք օգտագործել նաև, այսինքն հյութը, հյութակամիջով անել եւ խմել։ Հյութը 100 գրամից օրը 2-3 անգամ կարող եք խմել։ Հարգելի բարեկամներ, կոկրոշից պատրաստում են նաև մարմելադ, ացեցին կոմպոտ, մուրաբա, պապիդո եւ այլն։ Առողջություն եմ ցանկանում ձեզ, վերջի անգամ եմ ասում, կոկրոշը ունի հզոր հակաքաղցկեղային ազդեցություն, հատկություն եւ կարող եք օգտվել նաեւ որպես կանխարգելիչ, այսինքն պրոֆիլակտիկ միջոց։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, եթե կունենաք հարցեր կարող եք դիմել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար Պուշկինի 38